Հայաստանում առաջին անգամ ճանապարհ ընկավ միջազգային զբոսաշրջային գնացքը։ Հարավկովկասյան երկաթուղին համագործակցելով չեխական Գեպարդ էքսպրես օպերատորի հետ ավելի քան 300 եվրոպացի զբոսաշրջիկների ճանապարհեց, վայելելու Հայաստանի ու Վրաստանի տեսարժան վայրերը։ Ծրագրի նպատակն է զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։ Ով մեկ անգամ եղել է Հայաստանում, երբեք չի մոռանա այս երկիրը։ Ես իմ սեփական փորձից եմ ասում։ Միշտ վերադառնալու ցանկություն է առաջանում։ Նպատակ ունենք այսպիսի մի ուղևորություն էլ կազմակերպել ձմռանը, ամանորին։ Առաջին զբոսաշրջային գնացքը ուղևորվեց հունիսի 28-ին 9 օրյա երթուղով։ Զբոսաշրջիկները կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիս եւ Բաթումի։ Մենք հույս ունենք, որ ամեն տարի լինելու է սենց տուրիստական գնացներ, հույս ունենք ավելացնել քանակը տարվա ընթացքում։ Արդեն 1 տարի բանակցությունների մեջ ենք չեխական ընկերության հետ, իրանք միաժամանակ բանակցում են եւ մեր կողմի հետ եւ վրացական կողմի հետ։ Վերջապես մայիս ամսին մեզ հաջողվեց եռակողմ հանդիպման արդյունքում գալ ընդհանուր հայտարարի։ Հարավկովկասյան երկաթուղին գնացքում ստեղծել է հարմարավետ պայմաններ, ավելի քան 1 շաբաթ շրջագայելու համար։ Վագոններում կան մահճակալներ, օթորակիչ, լոգասենյակներ։ Զբոսաշրջիկները լիարժեք կհանգստանան ու կծանոթանան Հայաստանի եւ Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը եւ տեսարժան վայրերին։ Սա տուրիստների համար նախատեսված ճանապարհորդություն է Կովկասով մեկ։ Մենք փորձում ենք մեր ուղևորներին ցույց տալ, թե աշխարհը որքան գեղեցիկ ու գունեղ է։ Ես շատ ուրախ եմ, որ ճանապարհորդությունը Հայաստանում է։ Կովկասում առաջին անգամ եմ, անամբեր սպասում եմ ուղևորությանը։ Մինչև հիմա ինչ տեսել եմ Հայաստանում, ինձ շատ է դուր եկել։ Հայաստանի եւ Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը եւ պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ եւ հիշարժան բոլոր մասնակիցների համար։ Ուզում եմ ծանոթանալ նոր վայրերի հետ, համեղ ուտեստներ փորձել, արշավների գնալ ու շոփինգ անել։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան, Էլեմ Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։